բայց այնտեղ որևիցե մեկը գրոհի անուն չի տվել ու չի կարա տա գրոհել եկեղեցու Վեհափառին դուրս շպրտել Վեհափառ չէ Կտրիչ Ներսիսյանը, որը խախտել է կուսակրոնության ուխտը, որը խախտել է պատվիրանները, դե ասել են ինքն էլ չի երգել։ Ես մենք բոլորս գիտենք այն, ինչ որ գիտենք բոլորս, չգիտեմ, ձեր լրատվականից մյուսի ասելուց, այն մյուսի ասելուց, եթե ասում են ու չեն հերքում Հիմա օրինակ մեկ լրատվական կա, հիմա չեմ ուզում հրապարակելու մասնախոսքը, բանա նյութագիր, ես կտամ դատարան պահանջեմ հերքում, ներողություն եւ այլն։ Հիմա ես միշտ փորձել եմ լրատվականներ որևիցե մեկին դատարանի, որտեղ իրանք անում են իրենց գործը, բայց երբ որ արդեն ասում են վիրավորանքների, այդ արդեն անթույլատրելի մի սահման է։ Նույնիսկ երեխայիս, գիտեք, երեխայիս մասով որ անվան Ձեր հետ հարցազրույց ունեցել Նույնիսկ այդ ժամանակ չտվեց դա դե ասի հիմա մարդա փորձել է միգուցե սխալվել է հիմա բոլորս էլ սխալական ենք եթե անսխալական ես կարծում եմ դες անսխալական մարդ չկա Պարոն Գրիգորյան տեսեք մի քիչ անձնական դաշտ եմ գուցե մտնում բայց դուք տևական ժամանակի տեսեք հիմա էլ ինձ հակադարձեցիք եւ Կտրիչ Ներսիսյանն ասացիք ավազանի անունով դիմելով Վեհափառ Հայրապետին եւ եկեղեցականների սատանաներ եք նաեւ կոչել այսպիսի արտահայտություններ եք արել հոգեվորական ոչ բոլորին բայց կոչել եք մարդկանց որոնք սրբազան են եւ այլն դուք սատանա եք կոչել հիմա ես Սրբազան ու ես սատանա եմ կոչել չկա դա Չէ, տեսեք, ես ասել եմ մարդկանց, ովքեր փորձել են ինձ կամ իմ հարազատների կամ իմ մերձավոր շրջապատից մեկին կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սպանել։ Հիմա եթե այդ մասին կարանք հոգևորական ասենք, կներեք, ասում եմ լավ սրբազան, բայց այդ ասելը պետքա լինի սրտից հետ, ոչ թե ուղղակի ասել։ Ինչ գիտեք, ուզել են սպանել, չկա դատական ակտ։ Ես չգիտեմ ինչ կա, ես լսել եմ ձայնագրություն իր փաստաբանի կարդացած մանրամասն կարդացած ձայնագրությունն եմ լսել։ Ու այդ հետևություններն են ձեզ սպանել։ Այո, ու այդ հետևություններն եմ արել։ Հիմա իմ հարցը ուրիշ բանի մասին էր։ Չեք վախենում, որ Աստված կպատժի եկեղեցու դեմ ձեր այս քայլերի համար։ Եթե եկեղեցու դեմ քայլ անես, Աստված կպատժի միանշանակ, բայց մենք եկեղեցու դեմ չենք անում, այլ եկեղեցում սրբություն չհարգող մարդկանց, ովքեր այդ ուխտը վերցրել են եւ չեն տարել, իրանց դեմ է արվում եւ ես կարծում եմ Աստված բոլորին տեսնում եւ լսում է եւ այո, Աստծո պատիժը չի ուշանա, բայց ես չեմ կարծում, որ այդ պատիժը մեր համար է նախատեսված, որովհետեւ ես ինքս հավատացյալ մարդ եմ, ամեն օր ամեն կիրակի գնում եմ եկեղեցի պատարակների, այդ պահին չգիտեմ որտեղ լինում եմ, Երևանում եմ լինում, Երևանում, Նորատուսում եւ այլն, եւ ես նախ բազմաթիվ անգամ փորձել են ինձ ծանոթներ եւ այլն փորձել են ֆոտո եւ նկար բազմաթիվ անգամ դա հայտնվել է սայթերում եւ ես տվել եմ ջնջել որովհետեւ այդտեղ քաղաքական ուղակի քարոզչական որոցը բան չի կարող լինել որ ես գնամ ինչ որտեղ եւ այդ քարոզչական նո քարոզչական չեմ ուզել լինի որպեսզի չստացվի որ ես գնում եմ որպեսզի այն որ նկարվեմ եւ այլն եթե դա դες մասսական ինչ որ բնույթ չի կրում ինչ որ մեկը չի պնդել որ ես չեմ գնում եւ այլն կամ ինչ որ Տեսեք պարոն Գրիգորյան դուք ընկել եք եւ ձեր ոտքը վնասել եք կարող է պարզվի որ Աստված այդպես նշան է անում ձեզ որ սխալ ճանապարհից հետ դառնաք Չէ ճիշտ ասած դա անզգուշ քայլ է դե այդպես չի լինում եւ ես ամեն օր Աստծուն չեմ խնդրում միտք իմաստություն եւ դեպի առաստված իմ միտքը Եվ հիմա ամեն դեպքում եթե ինչ-որ բան օրինակ չգիտեմ այնպես չէր ինձ թվում է Աստված կուղորդի եւ եթե ինչ-որ բան էլ սխալ եմ անում թող ներող լինի Աստված եւ ես անում եմ այն ինչը որ մտածում եմ ճիշտ այն ինչ որ մտածում եմ դեպի եկեղեցի մարդկանց տանել նաեւ ես ուզում եմ այսքան այն ժամանակ էլ հերմնի հետ հարցազրույցում նշեցի որ այսքան աղանդներ որ կան դա եկեղեցու միանշանակ բաստողումն է եկեղեցու այս դեպքում կասեմ որտեվ եկեղեցու ընդհանրական բաստողումն է որտեվ Հիմա այս ձեր արշավից չի նշանակում որ կրոնական այլ կազմակերպություններին եք տեղ տալիս Տեսեք, ես մի քիչ առաջ էլ ասացի, ես քրիստոնյա եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ պապուս հայրը եղել է Նորատուսի քահանան եւ իմ պապս ես իրենից եմ տեսել ամեն օր առավոտյան աղոթքը, հաց ուտելու աղոթքը, երեկոյան աղոթքը եւ մենք ունենք նարեկներ, մագաղատներ, որոնք անտիկվար են, որոնք գաղթի ճանապարհից բերել են մեր մեծերը եւ ես չեմ կարող ուղակի աղոթք անել եւ ինչ
ինչ որ այլ կազմակերպություն կամ եւ այլն մտածեմ։ Իմ համար հայ առաքելական եկեղեցին սուրբ է, դա Աստծո տունն է, որտեղ մենք առ Աստված աղոթակցում ենք Աստծո հետ, առ Աստված աղոթք ենք անում եւ իմ համար չկա այլ ոնց ասեմ, այլ հավատք, ասած կոպիտ ասած, կա մեկը եւ ես քայլում եմ այնտեղով, ոնց ասում է Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը։